Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Կառավարությունն այսօր հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի ձևավորման կարգն ու բժշկական օգնության եւ ծառայությունների ցանկը։ Առաջին փուլում համակարգից կարող է օգտվել 1.600.000 մարդ։ Պետությունը կվճարի հետեւյալ խմբերի համար՝ մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-ից 65 տարեկան հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկվածների եւ անապահովության 28 ու ավելի միավոր ունեցողների համար։ 200.000 դրամի եւ ավելի աշխատավարձ ստացողները նույնպես 2026-ից կօգտվեն պետական այս փաթեթից, բայց նրանց համար պետությունը չի վճարի, այլ հենց իրենք։ Սիրելի 1.600.000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Պետական այս փաթեթից օգտվելու համար շահառուները նախ պոլիկլինիկա պետք է գնան։ Առաջնային այս օղակը կդիմանա մարդկանց հոսքին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, պատրաստ է, բայց չի հերքում, որ հերթեր կլինեն։ Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հորդորեց միանգամից չծանրաբեռնել բուժ օղակները։ Հավելեց, համակարգը ներդրվում է, որ անգամ բջջային մակարդակով հետազոտեն, խնդիրներն հայտնաբերեն ու արագ կանխարգելեն, եւ դրա համար ըստ նրա պետությունը 200 միլիարդ դրամ է ծախսում։ Համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիներն առողջապահական ծառայություններից օգտվելու համար հիմնականում գերադասում են հիվանդանոցներ գնալ, բայց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվողները պոլիկլինիկայից հիվանդանոց կգնան միայն այն դեպքում, եթե այնտեղ չկարողանան լուծել խնդիրը։ Պոլիկլինիկայում կտրվի բաց ուղեգիր, ըստ որի բուժառուն կկարողանա ընտրել համակարգում ընդգրկված հիվանդանոցներից որևէ մեկն ու անգամ բժշկին։ Փոքրիկ հարցում արեցին Երևանի փողոցներում հիմնականում պոլիկլինիկա թե հիվանդանոց են գերադասում գնալ։ Երբ որ առողջական խնդիր եք ունենում, առաջինը որտեղ եք գնում, պոլիկլինիկա թե հիվանդանոց։ Պոլիկլինիկա։ Ո՞ղ եք ձեր պոլիկլինիկական ծառայությունից։ Վերջին անգամ երբ եք գնացել։ Վերջին անգամ մի շաբաթ առաջ էր երևի։ Երևանում եք ապրում։ Ռայոնում, Վարդենիս։ Վերջին անգամ երբ եք գնացել պոլիկլինիկա։ 6 ամիս առաջ։ Ու հիվանդանոց չեք գնում։ Հիվանդանոց գնում ենք անհրաժեշտության դեպքում, բայց հիմնականում պոլիկլինիկա։ Երկու հաստատություններին էլ դիմում ենք։ Պոլիկլինիկայում գրանցված է երեխան, գնում ենք պոլիկլինիկա։ Ինչ ծառայությունների դեպքում եք գնում պոլիկլինիկա։ Պլանային ստուգումներն է, պլանային պատվաստումներն են եւ իհարկե հիվանդության դեպքում։ Մեզ մոտ ոնց է աշխատում, չէ՞, ընկերներ բարեկամներից խորհուրդ ենք հարցնում, որ բժիշկն է լավ է, եթե բժիշկը պոլիկլինիկայում լինի, ավելի շատ ոնց որ անձին է վստահությունը, հիմա մեզ մոտ սենց է աշխատում համակարգը, բայց ես շատ հույսով եմ, որ համակարգին վստահություն կլինի։ Հիվանդանոց, որտեղ ունեմ ապահովագրություն։ Հիվանդանոց։ Մատերիալանքով են նայում, պոլիկլինիկան դենց, որ ասեմ ոչ մի հույս չեմ դնում, մենակ դեղի համար եմ գնում, դեղ եմ սպանում։ Մեկ ուշացնում են, չեն տալիս, մեկ տալիս են, վաղ թե գիտի։ Այսպիսի մի հարցում էլ Facebook-ում էին կարել, այստեղ նույնպես պոլիկլինիկաներից օգտվողներ կային, անգամ գոհային ծառայություններից, բայց նաև դժգոհողներ կային, հատկապես սպասարկման որակից ու մասնագետներից։ Պոլիկլինիկա գնալու իմաստ չկա, անիմաստ հերթերի մեջ վատանալու եմ ու նորմալ բուժում էլ չնշանակեն։ Մուննատն էլ անպակաս։ Առաջինը գնում եմ հիվանդանոց, պոլիկլինիկա ծայրահեղ դեպքում։ Վերջին անգամ գնացել եմ պատվաստվելու ու աշխատում եմ բացի պատվաստվելուց ուրիշ ոչ մի առիթով ոտք չդնել պոլիկլինիկա։ Պլանային պատվաստումների ու երեխայի ուղեգրերի համար ենք պոլիկլինիկա դիմում միանգամից։
Ճիշտն ասած դիմում եմ կոնկրետ մասնագետի, ով գիտեմ որ առողջական կոնկրետ խնդրի գիտակ է, անկախ նրանից հիվանդանոցում է աշխատում թե պոլիկլինիկայում, բայց հիմնականում հիվանդանոցային օղակի բժիշկների եմ դիմել։ Տեղամասային պոլիկլինիկա վերջին անգամ ու սովորաբար այցելում եմ վակցինացիայի համար կամ առողջության մասին ինչ-որ տեղեկանքների համար միայն։ Միանգամից հիվանդանոց։ Վերջին անգամ պոլիկլինիկա գնացել եմ դպրոցի տեղեկանքի համար։ Ես մասնավոր բժշկական ապահովագրություն ունենալուց հետո ոչ մի հարցով պոլիկլինիկա չեմ գնացել, որովհետև այդտեղի սպասարկումը ահավոր է ու ավելի լավ է օգտվել վճարովի այլ ծառայություններից, քան գնալ պոլիկլինիկա։ Նախարար Ավանեսյանը կառավարության նիստում հիշեցրեց շատերի մոտ Արմեդ հավելվածն արդեն ակտիվ է, ծառայությունների ցանկը հրապարակված։ Թեև քաղաքացիները հայտնում են տեխնիկական խնդիրների մասին, պաշտոնյաները վստահեցնում են, դրանք պայմանավորված են մեծ հոսքով ու շուտով կշտկվեն։